Հովհաննես 3 Հիսուս և Նիկոդեմոսը Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր։ Սա գիշերով եկավ նրա մոտ ու նրան ասաց. «Ռաբբի, գիտենք, որ Աստծուց ես եկել որպես վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծու արքայությունը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է, մի՞թե կարելի է իր մոր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնվել»։ Հիսուս պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ հոգուց ծնվածը հոգի։ Դու մի զարմացիր, որ քեզ ասացի, պետք է ձեզ վերստին ծնվել, որովհետև քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում։ Այսպես է և ամեն ոք, որ հոգուց է ծնված»։ Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպե՞ս կարող է լինել»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Դու ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտե՞ս։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, խոսում ենք, ինչ որ գիտենք, և վկայում ենք, ինչ որ տեսել ենք, և մեր վկայությունը չեք ընդունում։ Իսկ արդ եթե երկրավոր բաներ ասացի ձեզ, և չեք հավատում, ապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնավոր բաներ ասեմ։ Արդ ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից, մարդու որդին, որ երկնքից էր։ Եվ ինչպես որ Մովսեսը անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանքն ընդունի։ Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը, որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու միածին որդու անվանը չհավատաց։ Եվ դատաստանը այսպես իսկ է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի նրա գործերը իր երեսովը չտան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստուծով կատարվեցին։ Հովհաննես Մկրտչի վերջին վկայությունը։ Այնուհետև Հիսուս և իր աշակերտները Հրեաստանի երկիրը եկան, և նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում։ Հովհաննեսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղեմի մոտ, որովհետև այնտեղ շատ ջրեր կային, և մարդիկ գալիս ու մկրտվում էին, քանի դեռ Հովհաննեսին չէին բանտարկել։
եւ Հովանեսի աշակերտների ու մի հրեայի միջև մաքրության մասին մի հարց ծագեց։ Նրանք եկան Հովանեսի մոտ եւ նրան ասացին. «Ռաբբի, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, եւ ամենքը գալիս են նրա մոտ»։ Հովանեսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրանի վերուստ երկնքից այդ տրված չէ։ Դուք ինքներդ եք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկված եմ նրա առաջից, ով հարս ունի, նա է Փեսան»։ Իսկ Փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է Փեսայի ձայնի համար։ Արդ այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է, պետք է, որ նա մեծանա, իսկ ես նվազեմ։ Ի վերուստ եկողը։ Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից։ Նա, որ այս երկրից է, երկրավոր է եւ երկրավոր բաների մասին է խոսում։ Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Ով ընդունում է նրա վկայությունը, հաստատած կլինի, որ Աստված ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստված ուղարկեց, Աստծու խոսքերն է խոսում, որովհետև Աստված հոգին տալիս է առանց չափի։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն ինչ տվել է նրա ձեռքը։ Ով հավատում է որդուն, ընդունում է հավիտենական կյանքը, իսկ ով չի հնազանդվում որդուն, կյանք չի տեսնի, այլ նրա վրա կմնա Աստծու բարկությունը։